Երբ կհանդիպես ընկերոջդ թշնամուդ հետ, իմացիր, որ հանդիպել ես քո երկու թշնամիներին, մեկը ուղիղ, մյուսը գաղտնի։ Իրական ընկերը երբեք չի ժպտա նրան, ով քեզ ցավ է պատճառել, եւ կմերժի շփման բոլոր եզրերը քո թշնամու հետ, որովհետեւ եթե նա վստահ է ձեր ընկերության վրա, վստահ է, որ շատ հարցերում միակարծիք եք, ապա անկասկած վստահ կլիներ, որ նույն դիրքորոշումը ունենալու է թշնամու հետ շփվելիս, եւ մեկ օր անկասկած այդ թշնամին իրեն էլ է ցավ պատճառելու։ Իսկ եթե համարձակվում է շփվել ձեր թշնամու հետ, ուրեմն վստահ է, որ կարող է լռել, երբ ձեզ են բամբասում, եւ փոխել իր հայացքները այն հարցերում, որտեղ թվում էր, թե համակարծիք էր ձեզ հետ։ Ու առհասարակ, իրական ընկերը կոմպրոմիսի չի գնա ձեր թշնամու հետ հանուն իր շահի, որովհետեւ ընկերությունը ոչ թե բաժակաճառի մեջ ասվող ջերմ խոսք է, այլ հավատարմություն ընտրության պահին։ Երբ մարդը ձեռք է մեկնում ձեր թշնամուն, նա արդեն արել է իր ընտրությունը, եւ դա դուք չեք։ Թեկուզ նա կարծում կամ մեկնաբանում է, իբր կարող է խորամանկորեն երկկողմ խաղալ, իբր իշահ ձեզ, իսկ իրականում նա պարզապես ցույց է տալիս իր իրական դեմքը։ Թշնամին գոնե ազնիվ է ձեր հանդեպ իր դիրքորոշման մեջ ու ձեզ չի խաբում, իսկ երկերեսանի ընկերը կերկնակի վտանգավոր է թշնամուց, որովհետև նա ամեն րոպե պատրաստ է հարմար պահի հարվածել քեզ մեջքից, երբ դու կթուլանաս։